աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Խաչիկ Մանուկյանը, բարև ձեզ Խաչիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, եւ այսպես 3 մեր գործընկերուհու ձեռքին էր հայտնվել փաստեր, որտեղ ներկայացում էր, թե ինչ ահռելի աստղաբաշխական պարգևավճարներ է տրվել, այս ամենը ծիծաղելի թոշակի եւ աշխատավարձի ֆոնին մոտավորապես 8 միլիոն դոլարի մասին է խոսքը 3 միլիարդ, չգիտեմ ինչքան դրամ Նիկոլը պարգևավճար է տվել մեծ հաշվով իր թիմակիցներին քիչ առաջ օրինակ խոսում էին ջնջեցիր հայր հիմա իր Մարդարադատության նախարարի հետ եւ հարցեր են տալիս թե ինչու եք դու եք այսպես արել բան մարդը ասում է այո մենք արդարությունը վերականգնել ենք մի այլ մակարդակի ենք հասցրել այն պարագայում որ 4 սրբազանները փակված են մի քանի հոգեվորականներ տնային կալանքի մեջ են ազգային թիվ 1 բարերարը շարունակում է կալանավորված մնալ տնային կալանքի մեջ է անցել ձեր գործընկեր թիմակից Խաչիկը Գալստյան բանտված է այո բանտված են բարիս բուն իմաստով հա Աշոտ Երկաթը Աշոտ Մինասյանը բանտված է եւ բարիս բուն իմաստով խոշտանգումների է ենթարկում ել չեմ ասում որ ես քիչ առաջ խոսում էի դրա մասին որ գյուղացիները եկել են իրենց խնդրի մասին էի խոսում ասեցի ոչ մի խնդիր չկա եկեք հրապարակել ասում եմ ինչ եք ասում դու գիտեք ինչ են անում իրակ ասում եմ ինչ ասում ամեն ինչ հնարավոր է մեր գլխին անել որտեղ մենք դա տեսել ենք դրականատեսն ենք եւ սարսափ է այդ գյուղերում եւ այսպես ասում է այո այս արժանի է ես չեմ էլ հիշում ինչ գումարի այսինքն այդ միլիոններ արդեն այնքան սովորական բան է Նիկոլի թիմակիցների նախարարների համար չեմ էլ հիշում դրա մասին բայց ես ավելինի եմ արժանի մենք այդ 8 միլիոնը 10 միլիոն դրամը չգիտեմ 6 միլիոն որում մեկ անգամ է բանից ամանորից առաջ դա այնպես չի որ տարվա ընթացքում այդ էր բազմիցս եղել է հիմա էլ ամանորից չեղել նորից այդպես տվեցին խնդրեմ սրանից սկսենք ասեմ գամ այնտեղից որ ինքը բնազդորեն կանխատեսում է գալիքը եւ իրեն հրճակեց փրկիչի փրկիչ այսինքն Հիսուսին մենակ հա փրկիչի փրկիչ եթե Հիսուսը եկել էր մարդկությանը փրկեր եւ խաչվեց հետո հարություն առավ ինքը գալիս է նաեւ Հիսուսին փրկելու մարդկության հետ միասին եւ հասկացել է որ պիտի նորից խաչվի որովհետեւ այդ է ճանապարհը փրկությունը այդպես են բերում ինքը իրենով պիտի կարողանա ընդհանուր մեղքերը իր վրա վերցնի մանավանդ որ հոգեվորականների այնպիսի խումբ է շուրջը հավաքել եւ ընդհանրապես կառավարական իր բանում այդ փաղանգը այնպիսին է որ մեղքերի մեջ թաթախված գոյանքներ են եւ ուրեմն այդ բոլորի մեղքերը որ վերցնի այո դա խաչելություն է եւ ինքը հիմա մտածված կերպով գնում է այդ խաչելությանը բայց այդպես պետք է ասեմ որ ինքը փրկեց Արցախը ասած ես Արցախը փրկում եմ եւ արդյունքը տեսանք ինչ է հետո հիմա Հայաստանը եւ հիմա մարդկությունը բանկերը եկեղեցիները եւ ընդհանրապես գուցե նաեւ ինքը լավ սերտել են որ մենք Փյունիկ թրջուն ենք պատմության մեջ վերացել եւ հառնել ենք եւ հիմա եւ վստահաբար իմանալով գուցե ասում է հա ես կվերացնեմ բայց դուք նորից կհառնեք չէ որ պատմիչները ասել են որ մենք Փյունիկ թրջուն ենք սա այսպես գուցե զավեշտի գուցե ոչ զավեշտի մասով, բայց ասեմ, որ այն ողբերգությունը, որ արդեն ծավալվել է, բացառում է ազդել մեզ, արդեն չի ազդում մեզ վրա, որովհետև ցավի մի չափ կա, որ արդեն չես զգում։ Մենք հիմա այդ վիճակում ենք գտնվում եւ դա մեզ համար այլևս ընկալելի չէ, որ երկիրը վերանում է, այսինքն այն բոլոր ատրիբուտները, որոնք քիչ թե շատ որոնցով պահպանվում է երկիրը, նա վերացնում է։ Դուք հիմա պարգևավճարների մասին ասիք, ես ասեմ են միջին օղակներին, որ տալիս են մարդիկ այնպես չի, որ խնդիրներ չունեն, ունեն ոչինչ հասկանալի է, բայց այն ղեկավար հատվածը նախարարներ, փոխնախարարներ, որոնք այդ կառավարության կազմը, որը ստանում է, ինչի առանց այդ նրանց աշխատավարձը հենց ներառված է պարգևավճարով։ Նման չափի աշխատավարձեր երբևէ չի եղել, գոնե մի քիչ համաչափություն պաշտպանվում էր, հիմա դա էլ չկա։ Եվ այն ծաղրը ուղված թոշակառուներին դրան զուգահեռ, այդ 10,000-ը ձեզ ավելացնեմ ինչ եք անելու։ Շփոթվելու եք, խառնվելու եք իրար, չեք իմանալու ինչ անեք, գուցե ավելի մրսեք, մեկա չեք տականալու, ավելի լավ չէ ձեզանից սաղ կտրեմ, հավաքեմ, սարսկսեմ միլիարդներ մանավանդ այդպես դառնում է, եթե ձեր թոշակները չեմ ավելացնում, համ ձեզ օգնելու եմ շուտ մարմնաթողլնեք հեռանաք աշխարից, այդ ծերունական հատվածը չապրեք, չէ այլ տարիները ապրել եք, ծերությունը ինչ եք անում Այսպես մոտավորապես սա է ստացվում եւ դրանից էլ է փրկում, բայց հաջորդ դրական քայլը որ չի անում իր կողմից մտածած
Զարմանում եմ, որ 10,000 չի պակաս հասնում։ Չէ՞ որ ավելի հեշտ կլինի արդեն այդ 10,000-ն էլ չեք մոլորվի։ Արդեն կհասկանաք, որ այլ ոչինչ երկրի վրա չունեք անելու։ Պարզ գնաք, գտնեք ձեր տեղերը, եթե այդպիսի տեղեր մնացել են, որովհետև դեռ մնացել են օրորի հայրենի սահմանները, ուրեմն հարասքները կրճատվում են, եւ հիմա բոլորս ենք հասկանում, որ այս լռությունը ժամանակավոր մինչև ընտրություն տևելու է պարտադիր կերպով, որովհետև պիտի կարողանան մեր թշնամի իրենց բարեկամները նորից վերարտադրել են գոյանքներին, որոնք պատրաստ են ծառայել իրանց։ Ես լսում էի զինվորական մեկին, ով որ ժամանակին հպարտությամբ խոսում էր, որ կարողացել է Շուշիի ազատագրմանը մասնակցել, հիմա նույն հպարտությամբ ասում է, այո, մենք պետք է տարածքները հանձնենք Ադրբեջանին, որովհետև դրա իրենցն է, բա ոչ չենք սպասելու իրենք հարձակվեն մեզ վրա։ Եվ այս դեպքում հարց է առաջանում, այդ նույն գեներալը, որը Էջմիածինյան հատվածում, կարծեմ Մելքոնյան, Գուրգենա, Գագոյա, որը ամեն ինչի տեր է դառել, ինչ որ կառույցներ են, բա դրանք բոլորը տվել են ես երգիրը ասել է դու մեր համար գնացել ես մեր Արցախի համար, բա հիմա որպես ինչ եք պահում Նիկոլ, բա տարկո բյուջեն լիճ, ես որ ասում ես 10,000-ը տամ ինչ եք անելու այդ տենցներով հետ բեր եւ դրանցով ստեղծի կարողացի այո այդ մարդկանց էլ գումար տաս, որ այս ծաղրից դուրս թողեց, հասկանում ես, պետք չի տենց ծաղրեց։ Օրա գալու, որ դրանք իհարկե գիտեմ դու չես հիշելու, որովհետև ոչ մեկին տրված չի։ Եվ գիտեք մի բան էլ ինքը այնուամենայնիվ ազնվության մի փշուր ես տեսնում եմ, այդ մուրճը դրել էր, ասում էր, մուրճը տալիս են գլխից, ասում են արա, եւ հիմա այդ երկար տարիների խմբագիր, ինչքան էլ որ մուտիլովշիկա է, սա այնա շարլատանա, ամեն դեպքում ուխտը կենթանին չէր կարող չտարբերել ուխտից, այսինքն այդ նվիրական պատրաստակամությունից նա տարբերելով էր գրել ուխտերը գնում են, եւ այդ ուխտերը նա դիմեց, ես գնում եմ, որովհետև ինձ ստիպում են, արա դուք եք գալիս, այ ուխտեր, բայց այլի ուխտեր գնացին, եւ հիմա այդ ուխտերին գնաց այն ընկերն էլ Դավիթ Ամալյան գրել էր այդ ուխտերին դուրս կկապեք, որ ներսը չթրկոտեն, եւ կարծեմ թե մի մասը իրոք դուրսն էլ մնաց, բոլորը չէ որ ներս էին անցել, այսինքն այդ բաները հղումները երբեմն անում է, եւ հիմա էլ ասենք ասում է, տեսեք ժողովուրդ, ձեզ ասում եմ, կենսաթոշակ ուրեմն չեմ ավելացնելու, բայց այս միլիոններով, միլիարդներով այդ պարգևավճարի տակ գումարներ եմ դնելու, ամեն ինչ բացահայտ ասվում է։ Եվ չգիտի էլ ինչ ասի, որ հասկանաք, այս մարդը սպառվել է, այս մարդը չկա, ինքը լավ է հասկանում, որ չի կարող հայկականության շահերը սպասարկել մեր երկրի, մեր ժողովրդի, նա չի կարող ուղղակի։ Եվ մտածում է, այս եղած իմ կատարած հանցանքները բավարար է, կարող է սրան հասնում է, որ կյանքս գոնե պահպանեն, եւ ինչի օրորի ավելացնեմ, որովհետեւ ինքը դարել է մի խամաճիկ, որին շարունակում են մատների վրա խաղացնել, թելադրել այն, ինչ ցանկանում են մեր թշնամիները, եւ մինչեւ հիմա էլ հասկանում ենք, որ Ալիև Էրդողան այդ տանդեմի բոլոր առաջադրանքները կատարվում է, պլյուս արդեն հոգեվոր դասից չէ, Փաշազադեն է հրահանգում, հրամայում, եւ այդ հոխորտանքը հասել է այնտեղ, որ արդեն խառնել են իրար։ Ով աստեղ մեր կառավարությունը ներկայացնում ով եւ առանց ծաղրի լրջորեն մարդիկ ասում են մենք սկսել ենք մեր երկրի մասին նորությունները իմանալ մեր թշնամի երկրների ուրեմն հաղորդագրություններից ինչու որովհետեւ այստեղ կոծկում են նրանք ովքեր ասում էին ձեր թիկունքում ոչինչ չէին կանի ամեն ինչ անում են թիկունքում ինչու թիկունքում որովհետեւ ի նպաստ մեզ մեր երկրի ոչինչ չի արվում դե այս դեպքում գոնե պիտի թիկունքից անեն դե հիմա էսելի թռնում են ստեղ Արախեք դառնում։ Այն ամերիկան ձեզ ասաց Ալբանիայից ինչ ասկամ թռիգնա աղբորդ կողքը սրան ասում էր որպես Ալիևի աղբեր կամ չի էլ ճանաչում այնտեղ հիմա Սալավյովնա մի աղմախ հայտարարությունները խառնվել են իրար հասկանում ես բա դրան եք ասա հետո ասում են ընդդիմություն ձեն անեք արա դուք եք քաղաքականությունը վարում ընդդիմությունը ինչ ձեն անի դուք եք հասցրել այնտեղ որ բոլորին թշնամի եք սարկել եւ զարմանում եք այն պապտի ասեն բա ինչ ձեր վարած քաղաքականության արդյունքում է դա եւ ելան նայեք այդ հարևան մեր թշնամի երկիրը ինչպես կարողացավ այս իրավիճակում բոլոր տեղերը իր շահերին համընկնումներ գտնել հաղթականություն ձևավորել այդ չեղած երկիրը արա բայց ստեղ այս մտում թե իմաստուն մտում թե տարիների բեր իմաստություն չգիտեմ զրկանքների գնով խելքա
Հիմա սա շշկրվել մնացել է եւ բոլոր տեղերը տանուլ է տալիս։ Եվ դրա հետ միասին նաեւ երբ պետք է լինում, դա արդեն գցում է անդիմության վրա, որը որևէ դեր չունի այդ արտաքին քաղաքականության մեջ։ Այն ինչ հայտարարում են մեր դեմ, նա որ ասում է սրիս վրա մնացած այդ մսի մնացուկներ, այս գոյանքին ասում կամ որ հիմա դրել են Անժելա ջան, ջնջում են այդ հիշողությունը եւ իբր թե մենք պետք է ցեղասպանության էջը փակենք, որպեսզի թուրքերի հետ նախ ցեղասպանության էջը այդպես չի փակվում։ Դա փակել կարող են թուրքերը, այդ խնդրի լուծումը կարան տան թուրքերը, ճանաչելով ցեղասպանությունը։ Այլ դա չի լինում։ Դա փաստ է, որը եղել է եւ գեղարվեստական գրականության մեջ, եւ պատմության մեջ, եւ վավերագրերի մեջ արձանագրված է, կա։ Եվ դա ինչպես կոծկես, ինչպես փակես, մի հատ ԿՊ պարագլուխների խմբով դա չի լինի կոծկելու, փակել։ Այսինքն սա էլ այս պահական բնույթ է կրում, ստեղ էլ կարողանան ինչ-որ բաներ կորզել, հաջողել, կործանել, նրանք դա են տեսնում, սրանց վերջնականապես սփյուռքի հետ կապերը ջնջենք, թույլատնենք, հետո վերականգնելը շատ դժվար է լինելու, գիտեք, այդ խռովությունը աշխատելու է այն սփյուռքի, որը այո ապրում է Հայաստանով, իր համար առանցք է Հայաստանը, իր լեռը, Մասիսը, Արարատ լեռը, որը սա խլում է, պատահական չի այդ ամեն սիմվոլները մեզանից դուրս բերելը, Արագածը ինչ պակաս լեռը, տորը դու երկրներ կան, էլի հել գնա ապրի, ինչ պակաս երկրներ են, Շվեյցարիան, մյուսը, գնա ապրի քո համար, եկել ես այս խեղճ ու կրակ մեր ազգից, մեր երկրից, ինչը, այն ժամանակ լավ փող չունեիր, չէիր հետում այդ մուտի լովչիկությամբ թերթ էիր պահում, որ 2 կոպեկ առնեիր են խզբզված կվարձիրայից դուրս գայր մի հատ պալատ ունենայիր։ Հիմա արդեն տարբեր երկրներում այդ պալատները ստեղծել ես, հել գնա քո մոտ չի ստացվում։ Քո ամբողջ ԿՊ-ն մի բան է կարում անի, պարգևա վճարվի, փողերը դիզի եւ արդարացնի այո այդ թալանը, որպեսզի այդ մարդիկ ամեն դեպքում այդ իրենց մոլեգնության չափը դեռ պահեն, որովհետեւ ասել եմ, երբ իշխանափոխությունը եղավ ժամ հետո ընդամենը սրանք կհայտնվեն զնդաններում, կհայտնվեն հայոց արդարադատության առաջ եւ այդ նույն խումբը կտեսնի թե իրենց զոմբիապետը ինչ մեծ հանցանքներ է գործել եւ սրանք որ խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարից ինչ մեծ կոռուպցիայի մեջ թաթախված են եղել ըստ արևմուտքը հայտարարեց որ Հայաստանում կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել այսինքն այն ինչի դեմ սրանք պայքարում էին կարողացան ավելի զարգացնել սա եղել իրականում եւ դրա զուգահեռ մենք կորուստի վրա եւ որևէ լուսավոր բան չի երևում թեպետ ասում եւ չեն էլ հանգստանում եկեղեցու վրա հարձակումներն ու օկուպացիան շարունակում են Ես այդտեղ շատ նոր բան եմ տեսնում, եթե մենք թույլ ենք տվել այս սրբազանները մեկուսանան, մենք էլ փրկություն չունենք, ես զարմանում եմ, որ այդ ընդվզումը չէ տեղի չունեցավ, Բագրատ սրբազան, Միքայել սրբազան, մյուս սրբազանները, հասկանում եք, այս սրբազաններին տարել են, փակել են, նրանց մեծ մասը կնքել են ձեր զավակներին, մեծ մասը եկեղեցական այդ ծեսերն են իրականացնել, ի վերջո պատմության դարերով եկած այդ շունչը, այդ արարչական շունչը փոխանցում են այսօր մեզ, եւ մենք դա ուրանում ենք, սրանք հասկանալի է, ջնջում են, այս ամեն ինչը ջնջում են Հայաստանի պատմություն, հայոց պատմություն չկա, ծնող չեք ունեցել, օդից կաթած գոյանքները, կեհա իրենք այդպես կարում են ապրեն, փողը դուրս գա, հասկանում եք, այլ մարդիկ էլ գուցե կգտնեն այդ փողի դիմաց ինչ-որ բաներ, բայց եթե ինքնությունդ ուրանում ես, եթե դառնում ես անասնակալած գոյանք, իմաստը որն է լինելուդ, այս մոլորակի վրա մնում ես ինչ անես, կարող այնտեղ ավելի հետարքիր լինի, այնտեղ ուզես չուզես մի քիչ ինչ-որ բաներ ասվածային փոխանցվի, մի քիչ քավարանով տանեն, մի քիչ հոգիդ այնտեղ սեղմեն, տանջեն, քրքրեն, չգիտեմ, եթե իհարկե ինչ-որ բան այդ հոգուց մնացած լինի, որտեղ կա հոգի, որ նրանց են պաղծում, որ քավարանն էլ չի կարող դրա ուրեմն մաքրությունը իրականացնել եւ գուցե գեհենի բաժինը դառնում հավերժորեն։ Ես մի բան ասեմ, ես վերջերս գրքերս էի դասավորում եւ Երանությամբ հիշում է այն շրջանը, երբ մենք մշակույթին էինք հաղորդվում, երբ մեր իրար հետ խոսելը մեր կարդացած, ասենք, լավ գրքից էր, որ անպայման իրար փորձում էինք, ֆիլմից էր, որ իրար ուղղորդում էինք, որ նայենք ինչ որ կտավից էր, երաժշտությունից էր, մենք վաղուց հասկացա, որ դուրս ենք եղել այդ ապրելու իրական մարդկային շարավղից։
Մենք դարձել ենք այս անասնակալած գոյանքների հետ պայքար մղողները, բայց նաև մտածում ես, այլ կերպ ինչ անես, քո երկիրը քո այսօր վերանում է, դու այդպես նստես շարունակես գիրք գրելու, գիրք կարդալ միայն, այդպես չի լինելու, այդպես չի կարող լինել։ Դա մի քիչ էլ էգոիզմ է, եւ թե մենք կարողացել ենք դա վայելել, ապրել, մեր զավակներին ոչինչ չփոխանցենք։ Առավել եւս նրանց, ովքեր հավատով կյանք նվիրեցին, որովհետեւ արժանապատիվ կերպով հայ ժողովուրդը իր ազգը, երկիրը ապրի, իսկ այս փսլնքոտ գոյանքները, այս գետնակարճ դուխով տերապկեքը, որոնք դուխով կեպիներով եկան եւ հանկարծ մտածեցին, արա մենք ուր դուխով լինելու ուր, այս վեհերոտ գոյանքները, որ սրան նրան տեսնելով կզում են, խոնարհվում են, հենց տեղ գալիս են զորկը տիկունքներին, մի անգամից իրենց տղուտեղ դրած ուզում են հոխորտալ, ուզում են գորգորալ, հիմա գոնե լավ է սրանք երրաբլուր չեն գնում, եւ սրանք երրաբլուր գնալն էլ չէ հերթական խայտարակություններ, ինչպես էին ծնողներին քարշ տալիս ուղակի, եւ այդ խայտարակությունը ամբողջ աշխարհը տեսավ եւ ես հիշում եմ ինչպես էր Իրանի գեներալը, Իրանի ղեկավարը գնում եւ համբուրում հերոս ծնողի ուրեմն ձեռքը եւ ես հիմա որ պատերազմների այս շրջանը տեսնում եմ նաեւ հոխորտացող թուլեկի, որոնք ասում են դա Իրանն հիմա այստեղ էս է անում կրոնապետություն, ազատություն են ուզում բերեն, չէ, հա Այդ որտեղ բերին ազատ Լիբիայում են ազատություն բերել, որ ջնջեցին կերան միջև հիմա ուշքի Վենեսուելայում են ազատություն տանում, այդ որտեղ են տանում է ազատություն։ Կամ մի բան ցույց տվեք, որ ազատության մասին խոսում եք։ Այդ մարդը պարզ ասում է, այդ դեբիլների համար ասում է, արա ուժով եմ ես մտնելու ինչ դեմոկրատիա, ինչ արդարություն, ուժեղ եմ պետք գրավեմ։ Այո, հիմա ուժի շրջանը։ Եվ իր այս հովանավորյալը Ալիևա, չէ՞ անունը, ասում է, դե վсё ուժի ժամանակները մենք ամեն ինչ ուժով ենք որոշելու։ Սա է, կարում եք այդտեղ խոսացեք, չեք կարում էլ գրադեղեք գնացեք։ Ձեր մոտ չի ստացվել դա, չի ստացվում։ Եվ Իրանի դեսպանն էլ ասել, որ խաղեր չտակ, մենք հասկանում ենք, որ դուք մասնակից եք, դեսպանը Հայաստանում էլ Իրանի դեսպանը Թեհրանում ձևավորում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Խոսելով Իրանի բողոքի ակցիաների մասին, դեսպանը նշել է, որ հաջողելու դեպքում պարտվող կարող է լինել նաև Հայաստանը։ Մտահոգություն է հայտնել, որ շաբաթ օրվանից սկսած Իրանի դեսպանատան առջև քաղաքացիներ են հավաքվում եւ անհարգալից ու վիրավորական կոչեր են հնչում։ Դեսպանը շեշտել է, որ այս քայլերը կմնա Իրանի ժողովրդի հիշողության մեջ, ընդգծել է, որ Հայաստանի համար դժվարին օրերին Իրանը Հայաստանի կողքին է եղել։ Քիչ առաջ էլ ասել է, որ Թեհրանում ձևավորվում է պատկերացում Հայաստանի Հանրապետությունը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն։ Հա իշխանություններին էլի նկատի ունի։ Հիմա այս մարդիկ տենում են, մեր արտգործ նախարարությունը պարապ չի, տեսնում է, որ մի երկիր կա, որը դեռ բարեկամ է մնացել, ասմականի սրանից ջնջնգուրում են վաբշե սրանք բարեկամներ չունենան, որ մեզանից հետո խայտարակ վիճակում հայտնվի, որով էլ գա չկարենա որևէ քայլանի, ասեն, տեսեք ինչ վիճակում եք, դուք մնում։ Հա, բա եթե բոլորին թշնամի սարքեք, պարտի որ։ Չէ, ընդհանրում է, որ այս մուտիլոշիկը ձեր ասած բանը ինտրիգան ամեն տեղեր sense բանալ մասնա չէ կոնկրետ ասեն մենք տեսնում ենք Իրանը կոնկրետ հայտարարում իհարկե կտեսնեն նրանք չէ որ ձեր խաղերից բան սրանք ստեն կարող խաղեր տան այնտեղ չեն կարող եւ ես շատ ուզում եմ որ այն երկրները որոնք ինքնիշխան ազգային արժեքները վերանող երկրներ են կարողանան կարգի հրավիրել բոլոր նրանց որոնց թվում է թե իրանք պետք է բան տելադրեն Դրանք բանը ձրիակեր շունշան որդիներ են իմ համար, ոնց որ մարդկանց մեջ կա, տենց գալիս են արա ախպեր, էսի սենց պետք է անես, էսի արա դու ով ես, դու գնա քո տան մեջ, քո չգիտեմ տարածքի մեջ այդպես եղի։ Հիմա սա էլ է բոլորի փոխարեն որոշումը թե իրանք ոնց ապրեն։ Այդ մարդիկ այդպես են ուզում, իրենց իսլամական օրենքը առաջնային է իրենց համար, եւ իրենք ուզում են այդ կարգ ու կանոնով ապրեն։ Ըստ որում դա իրենց հնարավորություն է տալիս իրենց ինքնությունը պահպանել, իրենց դարավոր մշակույթի կրողները մնալ, ասում են դե ազատություն Արա որ ազատությունը է, այն որ մտնում են Ամերիկայում դասարանները գյուլում, գնդակահարում, թափում են, այդում են էսան անում այդ ազատությունն է պակասում Իրանում, կամ որ հիմա մտել եք 500 հոգի զոհ եք տվել ու բոլորը նայում են ասում են չի կարող Իրանի քաղաքացին չի կարող գնա եւ ուրեմն իր մեջլիսում պայթեցնի տարակացնի դա անում են լրտեսախմբի ներկայացուցիչները որոնց բուծել են հիմա դրել են Իսրայելով բաներով խաղեր բայց այդ Իսրայելը թե մեր խիչ շնամացավ հիմա հաճախ եմ հիշում Նիչեի խոսքերը որ ասում էր աշխարհի բոլոր խառնակությունները հրեաներից են ինձ թվաց շատ դաժան խոսք է բայց հիմա գնալով համոզում եմ որ այդ փիլիսոփան ուրեմն շատ լուրջ տեսել էր ուսումնասիրել էր եւ ասում են Հիտլերի վրա շատ մեծ ազդեցություն ունեցող
փիլիսոփաներից է եղել Նիցշեն, եւ նաեւ դա է դեր խաղացել, որ նա հաշվեհարդար էր տեսնում հрьяաների հետ։ Սա էսպես։ Դե հիմա ես կուզեի, որ այդ վիճակում չլինեինք, շատ կուզեի, որ աշխարհի կառավարումը հայերի ձեռքը լիներ։ Դա վստահաբար եմ ասում, որ մարդկությունը կծաղկեր, կապրեր, կշնչեր այս մոլորակը, կդառնար մի ծաղկուն հատված։ Այս մոլորակը այդպեսին կդառնար, որովհետև այդ արարչական շունչը, որ հայ ժողովուրդը ունի, մոլորակով մեկ երևում է, որտեղ գնաք մի ծաղկուն, մի ապրեցնող բան տեսնեք, եկեղեցի, խաչքար, կառույց, մշակութային օջախ, հայերի ձեռքը կպել է։ Էլ չեմ ասում այդ աշխարհի տարբեր գյուտերի մեջ հայերը կան։ Եվ հիմա ցավոք սրտի չարքապատկանների ձեռքն է մոլորակը, եւ չարքապատկանները ամեն ինչ անում են, որ տեղային բնույթ էլ կրի իրենց իշխանությունը, ինչպես Ուկրաինայում արեցին, ինչպես Վրաստանում արեցին սրանցից առաջ եւ հիմա ինչպես այս պահին Հայաստանում է եւ սրանցից որևէ լավ բան սպասել անհնար է, որովհետեւ ուղղորդվում են եւ ուղղորդվում են ոչ հանուն Հայաստանի, ոչ հանուն հայ ժողովրդի, ուղղորդվում են հանուն իրենց անձնական շահերի, այս պահին պետք է Իրանի դեմ կազմակերպեն, ուրեմն հարձակումները Իրանի դեմ, հաջորդ պահին Ռուսաստանի հետ թշնամացնեն, մյուս պահին եթե հաջողի Չինաստանի հետ, դե հիմա էսա կատարվում, այս մարդիկ ասում են պետք է Չինաստանի, Ռուսաստանի, ինչա Իրանի ձեռները աչուձախ կտրենք, բայց ձեր ձեռները կտրող չկա, այդ կտրողների ձեռները սկի կտրող չկա, մեկը չկա սաստի բերի տեղը, ասի արա թողեք շնչի, հասկացանք լինում էր մի ընթաց պատերազմ լինում էր, չասենք մի 5-6 տարի հետո խաղաղվում էր մի 50 տարվա ստեղծագործ կյանքով ապրում էր մարդկությունը, հիմա բոլորը լցվել եք այդ չարքապատկանությանը, հա որ ինչ։ Հիմա որ վերացնում եք հայերենը, հայկականությունը, ձեզ թվում է ինչն եք փրկում, դրա փոխարեն ինչն եք փրկում, ինչը, Ալիևի երջանկությունն եք փրկում, ինչ եք փրկում, դե պիտի եթե տենում են չկա, այսպիսի բան, վերջին չգիտեմ քանի տարում չի եղել, այսպիսի հաղթանակ, այսպիսի բան, դե հիմա ես զարմանում եմ, աշխարհում Ինչքան պետականամետ մարդ կան, բոլորը քաղբանտարկյալներ են դառնում, հիմա ես զարմացած եմ, ասենք Խաչիկ Գալստյան գիտնականին, ինչի տարան կապրեմ կալանավորեցին, այն գիտնականին, ով որ ամեն ինչ անում է եւ իր ուսանողներին կրթելովից շրջապատում հանդես գալու, որ կարողանանք այս նեղ օրերում նեցուկ լինենք մեր արժեքներին։ Ինչպես նաեւ ասենք Արամ Քոչարյանին, ով հայրենի կուսակցությունով հանդես էր գալիս, ընտրապայքարին Պարկեշտ մարդ, երկրի սիրող մարդ, որ իր եղբայրը դրսում է, բայց ասում է, գիտես անդադ կանչում է, այս հողն ու ջուրը ինձ պահում է, բայց ես հասկանում եմ, որ իր գլխին սենց օիներ բերեմ, դի թողի գնա, հասկանում եմ, որ իր երկրում իրեն ապրելու իրավունք չեն տալիս, ինքն էլ պայքարի մեջի տղա է, ամբողջ մեջքը կապուտներով էր, այդ ինչա եկեղեցու հետ կապված այդ արշավի ժամանակ թինքը նա պահում էր, սա թիկունքով պահում, հիմա այս մարդկանց որսս տանում եք, փակում եք այ մարդ, ինչի ճանապարհն եք բացում, ինչի էլի, այդ սև ճանապարհը այդ լույսի առաջ, դե էտա, դե հիմա, դե ես նաև հիմա ընտրություններ են գալիս, ես գիտեք, որ անպայմանորեն էլի մասնակցում եմ, ինչպես միշտ, ես լռել չեմ կարող, որովհետև ես տեսնում եմ, որ հողը մեր ոտքի տակից փախչում է, եւ ես մի բան եմ ուզում իմ սիրելի հայրենակիցներին ասեմ, նայեք այդ եղածներին, այդ մոլորեցնող, հիպնոսացնող խոսքերին չխաբվեք, տեսեք ինչ մարդկանց են կալանավորել, ինչ սրբազաններ են փակել, հասկանում եք։ Սրբազան, Արշակ Սրբազան, Միքայել Սրբազան, Մկրտիչ Սրբազան, Աշոտ Մինասյան, Աշոտ Երկաթը, Խաչիկ Գալստյան, Նարեկ Սամսոնյան, Մյուս տղան Սամվել Կարապետյան, այո։ Եվ հիմա ես այդ որ ասացիք, ես ուզում եմ Աշոտ Երկաթին մի անդրադարձել անեմ, շատ դժվար է, գիտեք, որ տեսնում ենք ինչպես են հայրենիքի զինվորները, հրամանատարները, լուրջ մարտեր, ուրեմն հաղթածները այսօր հայտնվել իրենց երկրի զնդաններում։ Սա չգիտեմ ինչ է ստացվում, այսինքն եթե դու քո հայրենիքի նվիրյալ զինվորն ես, դու Հայաստանում պիտի դատապարտվես։ Սա ինձ մեկը ասում էր գալու է օրը Եռաբլուրի քաջերին են հետ մահու դատելու, ես ծիծաղում էի, մի քիչ մտածում էի, ուզում եմ սրեն, սրանց իշխանության դեպքում ես տեսնում եմ բոլոր նրանք, ովքեր երբևէ զենք են վերցրել հայրենիքը պաշտպանելու համար, ովքեր չեն խոսում երկրի տարածքները հանձնելուց, ովքեր չեն խոսում Թուրքի այդ ինչա վասալը դառնալուց, ովքեր դեմ են այդ ամեն ինչին, ուրեմն դրանք բոլորը դավաճան են որակվելու, ինչպես որ հիմա մեր աչքի առաջ կատարվում է։ Ես հիմա չեմ ասելու ազատություն Խաչիկ Գալստյանին, Արամ Քոչարյանին, մեր հրաշ սրբազաններին, բոլոր բանտարկյալ, որովհետև անիմաստ է ինչ է, ում ասես, ինչպես Ալիևին են ասում,
ձայն ինչա անապատի է դառնում, նույնը ստեղա, չէ։ Անապատում հնչած ձայնը է, ոչ մեկի էլ հասանելի չի հասնում։ Իրա պետք նա նրա շատ ազգում այնտեղ եւ այդ մեզ ծաղրելը շատերին թվում է թե այս մարդիկ են ալը ոչ դա հայ ժողովուրդն այնտեղ ծաղրվում հալածվում եւ ամբողջ Ադրբեջանը հռհռում է մեր վրա որը լավ այնտեղ արժանապատվություն ունեցող մարդիկ вообще չկան սրանց ենք մենք կրվել այս ժողովուրդն է մեզ հաղթել հասկանում ես սա իրոք իրանց համար կարա պարադոքս դառնա Բայց ոչ, ես այսօրվա հայտարարությունները Ալիևի լսում եմ եւ հասկանում եմ, եթե լուրջ իշխանություն լիներ, այսօր Բաքվում կլինեին հայկական զորքերը, որովհետեւ այն ամբարտավանությունը, որը սա է, հնչեցնում դիվանագիտականությունից զուրկ, ներքին լսարանի համար եւ մեզ ցավեցնելու համար, սա հասնում է սրա դեմ մտնել այդ Բաքու եւ ասել արա հանգստացնել եւ իրական տերերին վերադարձնել այն տարածքները, որոնք այո եղել են մերը եւ ծաղկուն են եղել եւ ինչպես ադրբեջանցի գրողներ ասում, այ Նախիջևանը եթե մնար հայերը մնային այստեղ այդ դեպքում սա կլիներ այս տարածաշրջանի Փարիզը եւ այդպես էլ կլիներ որտեղ այո հայերը ծաղկեցնում են ի տարբերություն բոլոր նրանց ովքեր քոչվորներ են ովքեր գալիս են հոշոտելու պատրաստի եղածները ցավոք սրտի մենք ճունենք իշխանություն օտարի շահերն են սրանք սպասարկում բառերը հնչեցնում են պետք է ասենք խաղաղություն հետո փողեր են բաժանում ես մի առիթով ասեմ որ 3 միլիոններ պարլամենտում տվեցին ասի ես մտածում շատ ցածր է դավաճանությունը գնահատել կարծում եմ 300 միլիոն գոնե մինիմում տիտար երկիր դավաճանելու 3 միլիոն դրամ արժի անգին է իհարկե ինչ չկա բայց 3 միլիոնը ծիծաղելի տիվ է էլի դե ամեն դեպքում մենք իհարկե տեսնում ենք որ չենք կարող հիմա մի բան կա լուսավոր այս տարվա մեջ դա ընտրություններն է եւ եթե այդտեղ էլ մենք տանուլ տվեցինք եւ եթե այդտեղ էլ գնացինք հիպնոսի հետևից, շարլատանության հետևից, խապկանքի հետևից դեպի քաոս տարանք երկիրը, արդեն սա երկիր չի լինելու։ Եվ ուրեմն որևէ մեկը որևէ մեկին մեղադրել չի կարող։ Բայց ցավով պիտի ասեմ, ես հիմա նորից տեսնում եմ մարդկանց, որոնք պարզապես հայտարարում են, որ սրանց վերընտրվելու դեպքում երկրից հեռանալու են, հա որ ինչ։ Լավ, այսինքն բոլորով հեռացանք։ Սրանք էլ պարզա որ վաճառելու են թռնեն, արդեն աշխարհի տարբեր հատվածներում իրենց դղյակները կա, ստորում տարբեր երկրներում։ Եվ այդքան էլ ճիշտ առողջություն, այո, տարբեր երկրներում է եւ եթե միտեղ հարմար չլինի, մյուսը կգնան։ Հայոց պատմությունը սարքին Հայաստանի պատմություն, հետո կջնջեն կսկսեն Կանադայի պատմությունից իրենց անձնական, կսկսեն Միացյալ Նահանգների պատմություն, իրենց համար ինչ կա։ Ինքնություն չունեն, ազգ չունեն, հերումեր չունեն, շիրիմ չունեն, որևէ բան չունեն, այդ մեռելոցներն էլ աշխատանքային օր սարքեցին, սրանց համար որևէ բան գոյություն չունի։ Այսինքն աստվածայինները վերացնում են, մոտեցեք անասնակալած արժեքներին։ Էլի եմ ասում, գրքերս էի դասավորում եւ երանությամբ հիշում էի, արասում էի իսկապես ինչ ապրեսնող շրջան էր եւ հիշում էի էներգիան կշիռը, որ ես ստանում էի այդ հիշում էի պատանեկության շրջանում, ինչպես էի ձյումային հապշտակորեն կարդում, ինչպես է այդ ամբողջ շարքը եւ դրանից հետո գալիս էր նաեւ ինչի՞ չէ մեր հայկական գրականությունը պատանեկան Վախթանգ Անանյանի գրքերը մյուսները եւ ընդհանրապես հետո հասուն շրջանում գտնում էի հեղինակներ եւ ասել եմ էլի կասեմ անցած ուրեմն տարի 150-ամյակ Ավետիք Իսահակյանի որ շրջանցվեց ԿՊ-ական ոհմակի կողմից, որտեղ մեջը փող չկար, այդտեղ ոչ էր, այդ ի՞նչ է հաշվեր այդտեղ։ Այդտեղ ոգեղեն արժեքեր, սրանք դրանից զուրկ են։ Անցած տարի նաև Դավոյանի 90-ամյակներով շատ լավ ձևակերպում էր, չէ՞, ասում էր թե պիտի ապրենք ձկան նման, գոնե թող ջուրը մաքուր լինի։ Հիմա լուռ ու մունջ պահում ես, արա ով ձենա, հանում տանում կալանավորում ես։ Արա գոնե ջուրը մաքուր պահեք։ Այդ ջուրն էլ չեք կարող մաքուր պահեք։ Սա է կատարվում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, հուսանք, որ կկարողանանք ի վերջո հառնել ոչ թե Փյունիկի պես, որտեղ լավ ամբողջ չեմ դեր, այլ իսկապես մեր մեջի գենը, ապրեսնող գենը կգործի, եւ ի վերջո էլի եմ ասում, մի հատ հայաց կգտնենք մեր ծնողներին, մեր նախնիներին, գիտեք, դա շատ կարեւոր է, որտեղ մեզ ջնջում են, հատակից են ջնջում, ասում են նայեք արեմուտքին, ի՞նչ նայեմ արանդը։ Դու ոչնտե ոչ միտեղ էլ նայելու չունեմ։ Ես նայել եմ իմ պապը ինչեր էր ասում, ավելի իմաստուն էր, քան այդ բոլորի փիլիսոփաները։ Հələ հիշեք, սարեր էին, ես սարում մնացել եմ, ինչեր էին ասում այդ հովիվները։ Ինչ չքնաղ պատմություններ։ Մի օր առիթ եմ օգտագործելու կիսվեմ ձեզ հետ։ Շնորհակալություն դեպի հաղթական ընթացք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։